Հայր ջան, շարունակենք։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում շատ շրջանավարտներ կան։ Բոլորին ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել, որովհետև Հայաստան մայրիկի վաղվա օրը խիստ կապ ունի այսօրվա շրջանավարտների և իհարկե ձեզանից հետո եկող բոլոր երիտասարդների հետ։ Իսկ ինչ վերաբերում է հայրենիքին, ինքս գիտեմ, որ հայրենիքը պահանջում է ավելի գործ, քան խոսք ու զրույց, բայց չասել, չհիշել, կարծում եմ չենք կարող։ Ես էլ ձեզ նման շատ հաճախ հպարտանում եմ, որ հայ զավակը մի ժողովրդի, ով իրոք շատ բան ա տվել աշխարհի քաղաքակրթության։ Տղերք, հայրենիքի կենացն ա, մի պարտարելի ա լուր։ Մենք որ այսօր քայլում ենք ու ապրում ենք, այդ են տղերքի շնորհիվ ա, ովքեր ամեն ինչ արել են, որ դեռ լինի անկախ Հայաստան։ Ես էլ ձեզ նման հաճախ հպարտանում եմ, որ Հռոմից էլ հին քաղաքամայր Երևանը։ Քաղաքամայր, որ տոնեց իր 2806 ամյակը։ Ու քանի դեռ կան, քանի դեռ կարողանում եմ հպարտան վաղվա օր ձևավորել, միանշանակ պարտական եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, հայ զինվորին, հայ հրամանատարին և մեծ խոնարհումով ու շնորհակալությամբ հայ հերոսներին։ Բոլոր ծնողներին ում զավակները ծառայության մեջ են սահմանին, ուզում եմ, որ անպայման չոր աչքով 2 տարի հետ իրենց ձագուկներին իրենց գիրկն առնեն ու մի լավ տոնախմբություն անելով հայկական օջախ ձևավորեն։ Ամեն զինվոր թող իր տունդարձի ճամփան ունենա ու կապույտ խաղաղ երկնքի տակ ծառայությունը, ծառայություն իբրև Հայաստան մայրիկի։ Ուզում եմ ծափերը ուղղենք հատուկ ամենաերիտասարդ պահապաններին, ովքեր ամենացուրտ, ամենավտանգավոր հատվածներում, բայց ծառայությունը իբրև Հայաստան մայրիկի։ Եվ երբ ասում ենք զինվոր, անմիջապես ուզում եմ անդրադառնալ նաև հայ հրամանատարներին, ովքեր 2 տարի ուղղորդում են մեր տղաներին, և այդ անգամ անձնական խնդիրներ, առողջական խնդիրներ։ Ասում են մարտական դիրքը չի լքվում երբեք, հայրենիքը սկիզբ է առնում խրամատի առաջին սանտիմետրից։ Զորավի և ուժ մեր բոլոր հրամանատարներին, կարծում եմ մենք բանիմաց, ուսյալ, կրթյալ ու դաստիարակյալ հրամանատարների խիստ կարիք ունենք այսօր։ Բայց ծափերը հատուկ են տղաներին, ովքեր մեծ պատասխանատվություն են կրում իրենց վրա ու իրոք ուղղորդում են մեր զինվորներին։ Հայ հրամանատարների համար ծափերը, բոլորի համար անխրիր։ Եվ երբ զինվոր հրամանատար անդրադառնում ենք կա մի կետ, որ իրոք բառերը ասել են։ Բայց ուզում եմ ծափերը ուղղենք երկինք որպես ոգեկոչում։ Այն տղաների համար, ում շնորհիվ դեռ կարողանում են բարձրաձայնել ազատ անկախ Հայաստան։ Այն տղաների համար, ում պահած երկրում ենք ապրում բոլորս։ Այն տղաների համար, որ առանց մի վայրկյան մտածելու տվեցին ամենաթանկը ու նվիրականը։ Կյանքը, որ կյանքեր շարունակվի, որ հայրենի հողը կյանքեր արարի։ Ուզում եմ ծափերը ավելի ուժգին, մեծ խոնարհումով, հավեր շնորհակալությամբ, եռաբլուր մայր Հայաստանը։ Արցախ աշխարհի ցանկացած մարդկանց հատվածում հանդերձ եկած այսի նահատակների։ Եվ երբ այսպես զինվոր հերոս եռաբլուր Հայաստան կամ մի գործոն, որ մենք չձևավորեցինք, բայց ազգովի դրա կրող ենք։ Մի ողջ ժողովուրդ աշխարհում եք սփռվեց ու վերնագրեցին հայկական սփյուռք։ Այսօր 1, 2, 3, 4 մասնիկներ հայկական օտարամահի ճանապարհների վրա են։ Ես կուզեմ, որ ձեզանից ոչ ոք վաղ ապագայում Հայաստան աշխարհը չլքի, այլ մնալով հետաքրքիր լավ առումով վարակենք բոլորին, որ երկնտում ու մի օր չգնա։ Կարծում եմ մի տեսակ մայր Հայաստանը, որ դեռ թրով ա կանգնած, մի տեսակ ամոթ է, ժամանակն է մեր մայրիկը աստվածաշնչով, աղոհացով, ավելի ուրիշ սիմվոլներով ներկայանալու, բայց օտարամահի ճանապարհների վրա իրոք դժվար է հայր ջան։ Հիմա նայելով ձեզ ուրախանում եմ, որ դեռ փոքրիկ երկրում, որ 4 քայլ վերև սահման 4 քայլ ներքև սահմանը, դեռ կան մարդիկ, որ հավատում են,
վաղվա օրվան ու մնալով ստեղծում արարում են, որ ամեն բան լավ լինի։ Իսկ երկում կարոտը տանջում է մարդուն, իսկ կարոտը սպիտակ իրողություն է։ Ներսից քեզ կսպանի, բայց դու ոչինչ չես զգա։ Այդ առումով դաշտենցի ռաչվարների կանչում մի լավ տող կա դերված։ Հայեր, օտարի հողում կարելի է առանց հացի ապրել, բայց առանց զենքի երբեք։ Իսկ ո՞րն է եղել հայի զենքը օտարամայի ճանապարհների վրա։ Իր ընտանիքը, մայրենին եւ հավատքը առաքելական եկեղեցին։ Այս ծափերը Հայաստան մայրիկի են զավակների համար, ովքեր կարոտը սրտում, բայց միշտ Հայաստանի կողքին են, ովքեր հերվից, բայց միշտ հետևում ու պատրաստական են վերադառնալու ու պաշտպանելու հայրենիքը։ Եվ այս մեծ անցումներից հետո ուզում եմ դառնալ մեզ, Արարատի, Սորոտի, Մարաքսի, Ափին, դեր քարից հաց քամող հայ ժողովուրդ ջան, համբերություն բոլորիս հայեր, մեծ ուժ ու շատ սեր։ Մի տեսակ ոչ թե Հայաստան աշխարհում, այլ կարծես աշխարհում ասերը պակասել, ու եթե նայում ենք աջ ու ձախ, շատ ահավոր բաներ են կատարվում։ Դա Աստված, որ մեր երկիրը իդ մնա ու չխառնվի ոչ մի թողու գոհի։ Չգիտեմ, սերը երբ որ տեղ ընկնի, կարծես թե աշխարհում էլ Հայաստանում էլ ամեն բան իր տեղն անցնելու։ Ու անդրադառնամ հայկական մի ֆիլմի վայելենք հրաշալի ստեղծագործություն, որից հետո էլի կպարենք։ Հրաշալի ֆիլմ ունենք, Հայրիկ վերնագրով, որտեղ մեր մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանը մանչուկին ու սերին առած քայլելիս խոսում են ընտանիքի մասին ու Մհերն ասում է քո ու սերին էլ կնստել։ Կարծում եմ դրա մեջ կա երջանկություն, շարունակություն, վաղվա օր։ Ու այդ ֆիլմում հնչում է ըստ իս ամենա երգը, երազի երկիր հայրենի։ Դա նաև մեր բանակի օրհներգն է։ Ուստի ինձ մնում է ասել Աստված պահապան բոլորիս, թող վաղվա օրը ավելի լեցուն լինի մեծ երազանքներով ու խաղաղ օրերով, ձեզ բարի ճանապարհ ու ինչ մասնագիտություն ձեռք կբերեք, թող այդ ամենը լինի իբարս Հայաստան աշխարհի։ Ու այդ ֆիլմում Հայրիկ Մուրադյան երազի երկիր հայրենի հատուկ Հայաստան մայրիկի համար։ Եկեք ավելի ուժգին, ծափերը ուղղենք մեր եռագույնին, մեր զինանշանին, թող միշտ պանծալի լինի և մեր եռագույնը միշտ փոխփոխա։ Ու անդադար, անվերջ, ամենուր, առանց ամոթի, կարելի է բարձրաձայնել Հայաստան ջան, քո ցավը տանեմ։ Հայրենի հոգսերը չար հույսըք մեր քարքարով երկիր երազիմ երկիր հայրենի հոգսերը չար հույսըք մեր քարքարով Yes, we born and Yes, we sing and Yes, we tell Yes, we
Աստվածահավան բոլորիս և ժամանակն հպարտորեն, շատ հպարտորեն պարային կատարումներով, որոնք կարծում եմ նաև կներառեն հայրենասիրական։ Իսկ հիմա ծափել է նաև DJ Ավազ խնոցի սիրով ձեզ համար։ Հայոց սարը շողներ բալել նաշեր ու գանաշտանյա Հայոց սարը շողներ բալել նաշեր ու գանաշտանյա Վերջիկնում տերվե գանալու էրին համար Վերջիկնում տերվե գանալու էրին համար Այն կարեշ է ճան կարեշ ժամերով հասանա Հայկամ ավորների խամբով պիտան շանին Հայաստան Այն կարեշ է ճան կարեշ ժամերով հասանա
հիմա ժամանակն է, որպեսզի հավաքեք տորթի մոտ, հատկապես երբ բոլորի անունները ամրագրված են։ Կանչում են
այս հատվածը մի բա ազատեն հրավառությունը տեղադրեն ու փորձեն մի փոքր հեռու մնալ հրավառությունից չվնասվելու նկատառումով Ես մեկ անգամ ակտորներ արիթից բարձրազայն եմ շնորհավոր ու աստված պահապան յուրաքանչյուրին, բայց ծափերը չեն լսվում ծափերը ուղղեն դարձի արկուեկես մեկով ու այդի տոնական արոդական տորթի կտրման անալողությանը իջը եղած դարձի
причины. Дарите женщинам цветы без повода, без причины. Ведь многого не надо, чтобы быть счастливой. Дарите женщинам цветы без повода, без причины. Ведь дарите женщинам цветы настоящие мужчины.
ընկերները հետդ են, կարծես թե մեկ օրը տարվա հագեցացությունն է։ Իսկ երբ ընկերները հետդ չեն, մի տարին սեղմ են երևի մեկ օր չձևավորելու։ Սիրելի ներկաներ, ամեն ինչի հիմքում հենց ընկերությունն է ընկած։ Անգամ երբ սեր եմ գտնում ու ամուսնանում ընտանիք ձևավորում, սկզբից ընկերություն ենք անում, որից հետո նոր ճանապարհը գնում է դեպի ընտանիքի ձևավորումը։ Չկա տենց բան, կարծում եմ կա։ Ընկերությունը ինքնին այն օղակն է, որ բոլորին հավաքում է իրար գլխի։ Ընկերությունը այն գույնն է կյանքի, որ իրոք լցվում է կյանքը, հայերով ասում ենք ընկերովի մահը հարսանիք է, դրա երկրորդ տարբերակներ կա, իսկ ընկերներով հարսանիքը մահը։ Այս դեպքում ես ուզում եմ անդրադառնալ դպրոցական ընկերներին, երիտասարդներ ջան, դրանց ձեզ, որովհետև տարիների ինչքան գլորվի դպրոցի հուշերը մեկը մնում են ու դաս ընկերը մի տեսակ ուրիշ բան է կրում իր մեջ։ Անգամ այս տարիքում մեկ-մեկ լինում է տենց հպարտորեն ասում ես մի դասարանի, ինքնա որ իրար առած ձևավորվելով այդ ճանապարհը անցել է ու պլյուս մինուս բնավորության գծել ավելի հստակ դիտել։ Բայց հիմա ինչքան բառերով ասեմ, ընկերությունը իրոք մնում աստվածային, բայց ամենավեհ ու պինդ տողը, որ կարդացի, որտեղ ներառված է նաև ընկերների մասին, սիրիր ծնողներիդ և մեծարիր ընկերոջը քո անձի պես։ Սրանցից են կախված մնացած բոլոր պատվիրանները։ Եկեք ծափերը նախուղենք մեր ավակ ընկերներին, հանձինս մայրիկների, որովհետև ամենալավ ընկերը կյանքում մայրիկները դիրքում ունի ու շատ հաճախ մամայի հետ ավելի շատ բան են խոսում, քան պապաների, հենց տարի կա, որ հետո փոխվում է, բայց ընկերության ինքնին դասյարակությունը գաղափարը դուք եք ներառում ձեր զավակների մեջ ու այսօր որ նայում եմ ոնց է շփում գնում գալիս ինքնին արդեն այդ կորիզը կա ու դա ասված որ անբաժան լինեն կյանքի յուրաքանչյուր ճամփաբաժաններում կատարում է սիրով բոլոր ընկերների համար եւ իհարկե DJ Աղաս ու ծափերը հայր ջան հատուկ ներկա բոլոր ընկերներին
Shabbat
Այս պաուզան կամակը անդադարման երենային հոսոքեն չոց պայիչը անդադարման իրանը ուզում է գերեցիկ կատարում իրի բոլորից գայլիներին արասանները հետի գայլին կատարումը ինչ երկը պատրաստվում է, ես ուզում եմ մեր շնորհակալություններ բարձրացնել, առաջնահերթ բոլոր աշակերտներին, ովքեր ավարտեցին այսօր դպրոցը, շնորհակալություններ ծնողներին, որ ամեն վայրկյան միշտ ձեր կողքին են եղել, շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և ուսուցչուհիներին, ովքեր ձեզ տվել են գիտելիք Աստծո, շնորհակալություն խմոցի ամենահանելի մեզ ընդունելու և իհարկե ես չեմ երեկոմ նվիրելու համար, շնորհակալություն մեր սպասարկող անձնակազմի խոհարարներին, ովքեր մեզ հայեցի ու մաքուր հաց տվեցին, ասում են միշտ պետք է մատուցողի և մատուցողուհի լավից, վատագույն դեպքում իրենք թքած ունեն իրենց աշխատանքի մեջ, հատուկ շնորհակալություն Արամին Անուշին մեզ մաքուր հայեցի հաց տալու համար, շնորհակալություն DJ Անասին, ով այս ամենահամեմեծ երաժշտությամբ և իհարկե ամենափոքրին, ամենավագին հատուկ շնորհակալություն ներկա գտնվելու համար, ի վերջո ամենադժվար բան այսօր դիմացինի ուրախությամբ անկեղծ ուրախանալն է։ Հատուկ շնորհակալություն ձեզ, որ այստեղ էիք, ավելացրեցիք մեր երեխաների ուրախությունը և ծափերը ևս մեկ անգամ ընկեր Քալանթարյանին, ես շնորհակալությունները նետիկ շուտ ասեցի, որտեղ էստեղ լինեք, ձեզ նորից առողջություն, երկարորդ, արևով, կյանքով լեցուն օրեր։ Եվ ծափերը դարձյալ ինքներս մեզ, ևս մեկ անգամ շնորհավոր, վերջին զանգ և Ելենա ջան, որտեղ ես Ելենա Հովսեփյանին ենք ընտրելու, Ելենան տրամադրվում է, ես ես պաուզան եմ լեցնում, ինչ է գա, բարձրախոսը փոխանցել ենք Գետ Քալանթարյանին։ Սիրելի աշակերտներ, սիրելի ծնողներ, այսօր շատ հիշարժան օր է, մենք շատ քուրով ենք անցկացում, հագեցած, ամենակարևորը, որ երեխաները շատ լավ երջանիկ անցկացվեց, և ընդհանրապես մարդու կյանքը պահից է բաղկացած, երջանկություն ասվածը պահ է, մենք այսօր միասին տարբեր պահեր ապրեցինք երջանիկ պահեր, ես ասեմ իսեմ իմ ամենը շտացում և էմոցիոնալացեցի, ես իրոքից այսօր շատ երջանիկ զգացի, որտեղ այլին եմ աշակերտներից թերը, ես սիրում եմ իրենց շատ և դա փոխարած է, իրենց աչքեր անգամ երջանիկ են այսօր, դա ինձ ինչքան ժամանակ դեր կապրեքսին դա դրամատուրգիա բարձրացնում, ես մաղթում եմ, որ երջանիկ ծնողներ լինեն, ինչ հույսեր, որ կապել եք ձեր երեխաների հետ, իրականություն դառնան, իսկ իմ աշակերտներին
առողջ լավ ապագա, երջանիկ ընտանիքներ ունենան, կյանքում ամենակարևոր բանը գտնել իրենց տեղը եւ ապրել խաղաղ իրական։ Շնորհակալ եմ բոլորիդ հետ այս լավ համար, սիրում եմ ձեզ շատ։ Ինչպես ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոց հական, այուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուջ, թե կատակեր և թե լուջ, թե հեքիաթ կախարդական, և թե կանքեր Անմորած, անբաժան Հոգ, թե ծներ և թե շոք, թե տնիկ էր հայրական և թե տուն նվիրական Պիտի գնամ մնակ բարոք Ես առաջարկում եմ ծափել ուղղեն Ելենային Հովսեփյան ու տեսնենք ինչ կատարում է նվիրում հատուկ մայրիկներին և իհարկե ներկա մեր բոլոր հյուրեր Leaves my eyes in the dark, so
Your